Նախորդ առերեսման ապօրինությունները շարունակվում են այսօր, ավելի նոր ուժով, ավելի նոր, այսպես ինտուզիազմով, որովհետև ըստ էության կրկին անգամ մենք ականատես եղանք, թե ինչպես է սահմանափակվում պարոն Ծառուկյանի արդյունավետ պաշտպանության իրավունքը։ Դրանից հետո շարունակվեց մեկ այլ գործողություն ու պարոն Ծառուկյանին նկատմամբ պարզվեց, որ մի հատ էլ նոր հանրային քրեական հետապնդում կա հարուցված քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով, այսինքն հարկերից խուսափելու է, արդեն ավելի զավեշտալի դեպք է, որովհետև կարծում եմ բոլորին արդեն հայտնի է, որ պարոն Ծառուկյանը դեռ 2003 թվականից, եթե չեմ սխալվում, երբ որ ընտրվել ազգային ժողովի պատգամավոր, իր բոլոր բիզնեսները հանձնել է կառավարման ու այդ բիզնեսների կառավարման հետ որևէ առնչություն առհասարակ չէր կարող ունենալ։ Այս բոլոր իրադարձությունները, որ այս վերջի օրերին տեղի են ունենում պարոն Ծառուկյանի շուրջ, պարոն Ծառուկյանն էլ իր գնահատականը տվեց, մենք էլ ենք գնահատում որպես քաղաքական ճնշումներ, քաղաքական հետապնդումներ, որովհետև չի կարող նման բան լինի, որ մի օրում միանգամից ակտիվանան տարբեր ժամանակահատվածներում հարուցված գործեր կամ նոր գործեր հարուցվեն ու դրանց փաստական հիմքեր ուղղակի որ նայում եք իրականության մեջ նույնիսկ գոյություն ունենալ չեն կարող։ Իսկ Երեմ Սարգսյանի բացակայությունը ընդհանուր առմամբ ինչ ազդեցություն ունեցավ։ Երեմ Սարգսյանի բացակայությունը բնականաբար նաև բացասական ազդեցություն է թողում, այդ թվում նաև մյուս գործոնների ու հանգամանքների հետ, բայց նոր քրեական հետապնդում հարուցելու որոշումը, երբ որ ներկայացրեցի պարոն Ծառուկյանին, այստեղ որևէ խոչընդոտու խնդիր չկա պարոն Սարգսյանի մասնակցության, պարոն Ծառուկյանը նորից ցանկություն հայտնեց, որ այդ մյուս գործով իր շահերը պաշտպանենք, ես, Սմբատ Մինասյանը եւ Երեմ Սարգսյանը, տեսնենք վարույթ իրականացնող մարմինը ինչ դիրքորոշում կունենա այդ մասով։